Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն արեց, համեմատելով եկեղեցիները Չուլանների հետ։ Փաշինյանի այդ հայտարարությանը արձագանքեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովան եպիսկոպոս Հակոբյանը, ասելով, որ այսօր երկրի գլխավորած ցավագրան ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ Սուրբ եկեղեցին որակելով որպես Չուլան։ Նաև արձագանք եղավ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կողմից։ Այնտեղ ասվում է, որ ցավալի է նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել նորաձև հռչակված կրթության պակասը։ Արդեն հաջորդ օրը առավոտյան Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում ստատուս է գրում, անցնելով բոլոր էթիկական նորմերը։ Սրբազան, գնա շարունակիր քեռոտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Փաշինյանի գրառումից րոպեներ անց նաև արձագանքեց Աննա Հակոբյանը, գրելով. Երկրի գլխավոր մանկապիղծները Չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այսպես էլ պետք է լիներ, չէ որ Չուլանը սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց Չուլաններում են տեղի ունենում այլասերվածությունները, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը վաղուց արդեն համակերպված իր ուսերի վրա քաշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։ Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորը, ում եք անհապաղ ազատում գերությունից, դուք գիտեք հոգևորն ինչն է, այ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզին ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ Չուլաններից խոսակցություն է բացվել, թե չէ ինչու պետք է հարձակվեր պետության ընտրված ղեկավարի վրա։ Հիշեցնենք, որ այս օրերին հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ն գտնվում է Շվեյցարիայում, որտեղ աղոթք է կարդացել արցախահայության վերադարձի եւ ապօրինաբար Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական գերիների վերադարձի մասին։